Վարչապետ Փաշինյանի թիմում կարծիքներ կան, որ չսպասեն 2027 թվականին նոր սահմանադրության հանրաքվեն ավելի մոտեցնեն, մյուս տարի խորհրդարանական ընտրությունների հետ էլ անցկացնեն։ Փաշինյանը թիմակիցների կարծիքները հրապարակեց Հանրային հեռուստաընկերությանը տված վերջին հարցազրույցում։ Եվ մենք պլանավորում ենք այդ հանրաքվեն նոր սահմանադրության ընդունման իրականացնել 2027 թվականին, չնայած էդ էլ պիտի ասեմ, որ կան այդ թվում քաղաքական թիմում ձայներ, կարծիքներ, որ ինչու ենք մենք հետաձգում այդ գործողությունը, գուցե դա պետք է անել 2026 թվականի հերթական խորհրդարանական ընտրությունների հետ զուգահեռ եւ համատեղ։ Հանրաքվեի մասին օրենքով արգելվում է, որ այն անցկացվի ազգային ժողովի ընտրությունների օրը, բայց օրենքի արգելքին Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չանդրադարձավ, ոչ էլ ասաց ինքը որ տարբերակին է կողմնակից։ Ավելի շուտ անցկացնելու նպատակը ըստ նրա ավելի քաղաքական օրակարգ ունենալն է, որը ավելի օրակարգը կդարձնի կոնկրետ քաղաքական։ Good morning, ladies and gentlemen. Նոր սահմանադրությունը Բաքվի պահանջներից մեկն է։ Խաղաղության պայմանագիրը կստորագրեն, եթե Հայաստանը փոխի մայր օրենքը։ Մյուս պահանջը ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումն է, ինչի ուղղությամբ Փաշինյանը խոստացավ առաջիկայում քննարկումներ սկսել։ Մինչև խաղաղության պայմանագրի տեքստին Հայաստանի համաձայնությունը, կառավարությունը սահմանադրությունը փոխելու ժամկետը սահմանել էր 2027 թվականը։ Եթե իշխող ուժին պետք լինի 2026-ին անցկացնել, օրենքը կփոխեն, ինչի համար անհրաժեշտ ձայները խորհրդարանում ունեն, ասում է սահմանադրագետ Վարդան Պողոսյանն ու բացատրում, թե ինչու են այդ արգելքը ժամանակից սահմանել, որ երկու ընտրությունները նույն օրը չլինեն։ Որպեսզի այդ ամեն մի ինստիտուտ իր նպատակին ծառայի, հանրաքվեն կոնկրետ հարցին լուսավորված պատասխան կարողանա ստանա բնակչության կողմից, իսկ պարլամենտի պարագայում ընտրությունները լինեն կուսակցությունների ներկայացրած ծրագրերի շուրջը, դրանք իրարից տարանջատվել են մեր սահմանադրական օրենքով։ Հանրաքվեն ու համապետական ընտրությունները տարբեր ինստիտուտներ են միախառնելու դեպքում պարզ չի լինի քաղաքացիների իրական դիրքորոշումը հանրաքվեի դրված հարցի վերաբերյալ, բացատրում է սահմանադրության համահեղինակն ու որպես օրինակ նշում Փաշինյանի քարոզչական տեխնոլոգիայի մասին։ Ես արդեն ասացի, չէ, որ դրանք տարբեր ինստիտուտներ են, տարբեր նպատակներ են հետապնդում։ Հիմա Փաշինյանը այդ երկուսը իրար հետ համատեղելով, փորձելով ստեղծել երկրում այնպիսի մթնոլորտ, որ մենք ամեն ինչ անում ենք, որ նախկինների իշխանության չգան, նախկինների գողացածը վերադարձնենք եւ այլն, եւ քանի որ նաեւ ինքը քարոզչություն է անելու այդ նոր սահմանադրության օգտին, երևի դրանով հույս ունի, որ բնակչությունը, որ մարդիկ կքվեարկեն այդ հանրաքվեի օգտին։ Բաքուն բողոքում է սահմանադրության նախաբանից, որտեղ հղում կա անկախության հռչակագրին։ Այստեղ էլ հիշատակվում է Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միավորման մասին։ Սա համարում են տարածքային նկրտում ու պահանջում, որ նոր սահմանադրությունից հանվի հղումը։ Չնայած Հայաստանի կառավարության պնդումներին, թե տարածքային նկրտումներ չունեն, Ալիևը չի նահանջում։ Արդյոք խմբակցությունում հանրաքվեն ավելի շուտ անցկացնելու կարծիքները գերակշռող են, կամ այս առաջարկները արդեն խմորվում են։ Փաշինյանը սրան չանդրադարձավ։ Առանց մանրամասնի քննարկման, առանց լայն շրջանակների չի կարելի որևէ սահմանադրության փոփոխություն անել։ Քաղաքացիական պայմանագրի падգամավորներից Սերգեյ Բագրատյանը դեմ է, որ սահմանադրության նախագիծը հրատապ քվեարկության դնեն, կողմ է, որ հանրային լայն քննարկման արժանանա։ Падգամավորի կարծիքով քաղաքացիները քվեարկության գնալիս պետք է գաղափար ունենան բովանդակության ու կարևոր կետերի մասին։ Դա չի կարող կարճ տևել, դա երկարատև process է եւ կարծում եմ դա 26 թվականից հետո պետք է նախաձեռնել։ Սահմանադրական հանրաքվեն ու ազգային ժողովի ընտրությունները համատեղ անցկացնելու փորձ եղել է 2003 թվականին, հանրաքվեն տապալվել է։ Ժողովուրդը միասնական կամքով